Հանրայինի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում օրակարգը, բարև ձեզ գլխավորի մասին նախամարոտ։ Կառեցնելու զենք Հայաստանի պաշտպանության նախարարը խոսել է Իսկանդերի նշանակության, կառավարման և նպատակի մասին։ Լարվածություն սահմանին և Բաքվի հորինվածքը արցախյան ուժերին կորուստներով հետ մղելու մասին։ Թուլացնել լարվածությունը, կանխել սրացումը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերսկսել Արցախի խնդրով բանակցային գործընթացը։ Հրեշացման քաղաքականություն, որի օրինակը նաև Ալիևն է, Amnesty International-ը զեկույց է հրապարակել խաղաղության նոր վտանգների մասին։ Դպրոցներում թույլ չտալ քաղաքական խոնարհումներ, կրթության նախարարը կրթօջախներում քաղաքական քարոզչությունը արգելող շրջաբերական է հղել։ Ելակ մշակելուց մինչև մետաղական իրերի գործարան, ներդրումային 11 ծրագիր սկսում է իրականանալ, վարչապետը հանդիպել է նոր բիզնեսներ հիմնած գործարարների հետ։ Եվ եղանակային հոգսերից սարերի ձյունը շուտով կլցվի գետերը, արդյոք ջուրը կհասնի տների հիմքին, հիդրոմետի կանխատեսումը։ Կարճաժամկետ և երկարաժամկետ ինչ ծրագրեր են հավաքվել կառավարության ռազմավարության նախաձեռնությունների կենտրոնում։ Նախագահ Սերժ Սարգսյանն է այսօր այցելել կենտրոն, որտեղ նրան ներկայացրել են կենտրոնի գործունեության ռազմավարությունը, գերակայությունները և թե ինչ աշխատանք է կատարվել մինչև այժմ։ Նախագահը ողջունել է վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված այս կենտրոնի հետևողականությունը, գործնական մոտեցումը, մաղթել է հաջողություններ և եռանդ ծրագրերը կյանքի կոչելու համար։ Նաև իր դիտարկումներն է ներկայացրել կենտրոնի գերակա ոլորտներում աշխատանքների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ աշխատանքի հիմքում դրվեն հստակ և չափելի արդյունքներով ծրագրեր, նաև պատրաստակամություն է հայտնել ըստ անհրաժեշտության աջակցել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին։ Ադրբեջանը խախտում է բոլոր պայմանավորվածությունները, Մոսկվայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։ Էդվարդ Նալբանդյանը քննադատել է սահմանային միջադեպերը, ասել, որ խնդիրներ են ծագում ռազմագերիների փոխանակման հարցում։ Մոսկվայից պատմում է օրակարգի մշտական թղթակից Զարա Օհանյանը։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներն հայտարարեցին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Օբելյանի կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին պարգևատրեց բարեկամության շքանշանով։ Դաշնության արտգործնախարարությունը կազմակերպել է նաև այդ 25 տարիների մեկնարկը և հաջող ընթացքն ապահովված պայմանագրերը և այլ փաստաթղթերը ներկայացնող ցուցահանդես, որտեղ շրջայց կատարեցին երկու նախարարները։ Իսկ բանակցությունների ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում առկա հարցերի ողջ շրջանակը։ Առանցքային հարցերից է եղել Հայաստանի նախագահի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստումը։ Նաև քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում առաջընթաց գրանցելու հարցը։ Այս թեմային անդրադառնալով մամուլի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը խախտում է բոլոր պայմանավորվածությունները և սուր քննադատեց սահմանին գրանցվող միջադեպերը։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Էդվարդ Նալբանդյանի խոսքով դրանք հանդիսանում են երկկողմ համագործակցության օրինակելի մոդել և հավանաբար ամենահաջողվածն ու արդյունավետը հետխորհրդային տարածքում։ Զարա Օհանյանն էր Մոսկվայից, որտեղ այսօր մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը, այս մասին ավելի հանգամանալից մեր հիմնական թողարկմանը։ Եթե ինքնորոշման իրավունքը մեկնաբանվեր ըստ Ադրբեջանի, այսօր աշխարհում չէր լինի ՄԱԿ-ի անդամ այդքան պետություն, ասել է Էդվարդ Նալբանդյանը Deutsche Welle-ի հետ բացառիկ հարցազրույցում։ Արտգործնախարարը հիշեցրել է միջնորդների առաջարկը, որ կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավական ուժ ունեցող կամ արտահայտման միջոցով։ Приблизились к завершающему, у нас нет общих границ. Вот от этого и пугается Азербайджан, что вот Ադրբեջանը հենց դրանից էլ վախենում է, ասում է մենք այս ու այն կտանք Ղարաբաղին, իսկ միջազգային հանրությունը ասում է ոչ, բնակչությունն ինքը պետք է որոշի ինչպես ապրել և ընտրի սեփական ճակատագիրը։ какую они хотят иметь судьбу. Ոչ միայն զսպող, այլ նաև անվրեպ հարվածի զենք Իսկանդերն օգտագործելու որոշումը Հայաստանը կկայացնի ըստ իրավիճակի, ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։ Պաշտպանության նախարարը խոսել է նաև հայկական զինուժի մարտունակության, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության մասին։ Տաք գլուխներին զգուշացում Հայաստանի պաշտպանության նախարարից։ Իրավիճակը դիտարկելով Հայաստանը որոշում կկայացնի Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների կիրառման մասին։
Վիգեն Սարգսյանը մատնացույց է անում ալգորիթմը։ Զենքի նշանակությունը եւ պարամետրերը թույլ են տալիս անվերականգնելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ ուղղված է։ Իսկանդերը մենք դիտարկում ենք իբրև անվրեպ հարվածի զենք, եթե լինի անհրաժեշտությունը։ Դա առաջին հերթին զսպող զինատեսակ է։ Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել մոտեցումների փոփոխություն, բայց ըստ էության իր գաղափարախոսությամբ հնարավորություններով Իսկանդերն այնպիսի զենք է, որը ցանկացած տաք գլուխ պետք է սառեցնի, որոշում կայացնելիս։ Ռուսաստանից գնաց Իսկանդեր համալիրները պատկանում են բացառապես Հայաստանի զինված ուժերին, ընդգծում է նախարարը։ Զինատեսակը կառավարում են հատուկ պատրաստություն անցած հայ սպաները։ Իսկանդերները պատկանում են Հայաստանի զինված ուժերին, կարող եմ հաստատել 100%-անոց վստահությամբ, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, մնացած բոլոր հարցերը, երբ, ինչ գումարով, վճարման ինչ ժամկետով եւ այլն, հասկանալի է, դասակարգվում են որպես հույժ գաղտնի։ Հայաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ երկխոսությունը զենք ձեռք բերելու համար, ասում է նախարարը։ Նախորդ պայմանագրերը հաճախ վաղաժամկետ են կատարվել, սա մեծացնում է վստահությունը։ Ռուսական 102-րդ ռազմաբազան նախարարի խոսքով ոչ միայն նախկին ԽՍՀՄ մարտաքին սահմանը, այլև ողջ Հայաստանի անվտանգությունն է պահում։ Բազայի տարածքում այլ տիպի զինատեսակների առկայության մասին կհաղորդվի, երբ անհրաժեշտ լինի։ Հաշվի առնելով, որ հապկ շրջանակում մենք զենք ենք գնում ռուսական բանակի ներքին գներով եւ նկատի ունենալով արտոնյալ վարկերը, բնականաբար այդ գործակցության պոտենցիալը մեծանում է։ Հայաստանի գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ երբեք ուղղված չի եղել եւ չի լինի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ, ասում է նախարարը։ Ավելացնում, այն միշտ եղել է բաց, բազմազգ խաղաղապահ գործողությունների շրջանակում։ Նախարարը քննադատում է Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Այն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ։ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, ժխտում ակնհայտ է հայոց ցեղասպանությունը։ Ղարաբաղյան հակամարտությանը կանխակալ վերաբերմունքով Թուրքիան իրեն դուրս է դնում տարածաշրջանային գործընթացներից։ Սպառազինությունների մրցավազքի մասին հարցին Վիգեն Սարգսյանը պատասխանում է. կարևորը ոչ թե զենքի քանակն է, այլ կառավարումը։ Ադրբեջանի բռնապետական կառավարումը երբեք չի երաշխավորում զենքի չկիրառում։ Մինչդեռ Հայաստանում, ասում է, զինված ուժերի հանդեպ ժողովրդավարական վերահսկողությունը անհամեմատ բարձր է։ Հայ սպաները լուրջ մարտական ուղի եւ ակադեմիական պատրաստություն են անցել։ Ադրբեջանը սահմանին շարունակում է կրակել, ընդգծում է նախարարը։ Վստահությունը կմեծանա, երբ այդ երկիրը իրագործի Վիեննայի եւ Սանտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Աննա Բալյան, օրակարգ։ Արցախի սահմանին գիշերը արձանագրվել է լարվածության աճ, բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը արևելյան եւ հյուսիսարևելյան հատվածներում կիրառել է նաեւ D44 տիպի հրանոթ եւ ականանետեր։ Ընդհանուր առմամբ հրադադարը խախտվել է 105 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Պաշտպանության բանակը հորինվածք է անվանել Բաքվի տարածած տեղեկությունը, թե գիշերը արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոններ թափանցման փորձ եւ իբր կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր։ Նման ապա տեղեկատվություն տարածելով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել եւ շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից, ասված է պաշտպանական բանակի հաղորդագրությունում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է բոլոր մտահոգ կողմերին քաղաքական կամք դրսևորել Լեռնային Ղարաբաղի կայուն եւ համապարփակ բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով։ Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Անտոնիո Գուտերեշը հայտարարել է. ՄԱԿ-ը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ կոչ է անում կողմերին թույլատրել լարվածությունն ու կիրառել հակամարտության սրացումը կանխող միջոցներ։ Քանի դեռ խաղաղության համաձայնագրերը չեն ստորագրվել եւ կիրառության մեջ չեն դրվել, բռնության ռիսկը պահպանվում է, ինչպես տեսանք նախորդ ապրիլին, ասել է Գուտերեշը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Արցախյան հակամարտության էությունը։ Դա պայքար է մարդու իրավունքների, ազատության եւ ինքնորոշման համար, այն կենաց եւ մահու եւ հանուն ազատության պայքար է, նշել է մեր դեսպանը։ Սա պայքար է բարբարոս վարչակարգի դեմ, որը խելացնոր կերպով փառաբանում է 2004 թվականին հայ սպային կասնահարած մարդասպանին։ Հայկական կողմը մշտապես տեղեկացրել է անվտանգության խորհրդին տեղի ունեցած բարբարոսությունների եւ ոճրագործությունների մասին, ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ուժի կիրառումը որպես հակամարտության ռազմական լուծում։ Անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել 2016 թվականին Վիեննայում եւ
Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններն իրագործելու ուղղությամբ։ Այժմ օրակարգի տնտեսական թեմաների մասին Իջևանում ժամանակակից տեխնոլոգիաներով ելակ աճեցնել, Վարդենիսում ընդլայնել շինշիլաբուծական տոհմային տնտեսությունը։ 6 մարզից 1 տասնյակ ներդրումային ծրագրերը գործարարները ներկայացրել են վարչապետին, իսկ ներդրումային ինչ ծրագրեր է վարչապետի սեղանին դրել Կոտայքը, բոլոր մանրամասները տեսանյութում։ Ֆերմերային տնտեսություն Լոռիում, ելակի արտադրություն Տավուշում, պանրի գործարանի ընդլայնում Գեղարքունիքում։ Արդեն 11 ներդրումային գաղափար ծրագրից գործ է դառնում։ Օրինակ Արագածոտնում Սիրիահայ ընտանիքը մետաղական իրերի գործարան է հիմնում։ Սիրիայի իրենց 3 արտադրամասերը պատերազմի տարիներին թալանվել ու քանդվել են 100 բանվորներին անգործ թողնելով։ Մագուզենք հայրենի կան եւ փոս մեր գործը ուսանենք, պատկերներ ունենք նկարներով, ինչ կարդատրենք, ինչ վիճակ է։ Շատ լավ, դե ձեզ հաջողություն։ Գեղարքունիքում արդեն շինշիլաներ են բուծվում, Գյումրիում բաս են հյուրանոցային համալիր ու առևտրի կենտրոն, թափոնների վերամշակման հոսքագիծ կկառուցվի, իսկ Արագածոտնում կընդլայնվի ոսկեվազի գինու գործարանն ու զբոսաշրջային գոտի կկառուցվի։ Մեծ մաս աշխատանքների արած են, արդեն տուրիստները գալիս են, ճիշտ է, դեռ չկա տենց վճարումների սկզբունք, սա ծանոթացման փուլ էր գնում եւ բավականին մեծ էֆեկտ ունի այդ տարածաշրջանում զարգացնելու туриզմը։ Բիզնես ծրագիրն արդեն հաջողություններ ունի, գործարարն ինքը մեծ ներդրումներ է անում, կառավարությունից նույնպես աջակցություն սպասելով։ Սեփական ներդրումները 500 միլիոն են։ Այո։ Այդ ներդրվածն են արդեն թե հիմա եք ներդնում։ Չէ, հիմա ենք ներդնելու։ Հիմա ներդնում եք 470, մեզանից ակնկալում եք։ Սա Պարոն վարչապետ, 10%-ն այն ամենի, ինչ որ մենք ծրագրավորում ենք անենք։ Մի շարք ծրագրեր արդեն վարկավորման փուլում են, վարչապետը հետաքրքրվել է, գործարարները գոհ են պատկան կառույցների աջակցությունից։ Դիտարկելով ներդրումային փաթեթները Կարեն Կարապետյանը եզրակացրել է, մարզերից ներկայացվող ծրագրերի ֆինանսավորման հիմնական բեռն ընկնում է պետության վրա։ Մեզ պետք է, որ բիզնեսմենը 70%-ը, 60%-ը, 80%-ը բեռի քաշում է, իրան 20-30-ը չկա, որպեսզի փոքր գումարներով համեմատաբար մենք փորձենք աշխուժացնել։ Մեր շահն էլ հասկացեք։ Կառավարության շահն այս դեպքում այն է, որ աջակցություն ստացած գործարարը վաղը հավելյալ արդյունք տա տնտեսությանը։ Գործադիրի ղեկավարն առանձին խորհրդակցությամբ քննարկել է նաև Կոտայքի մարզից ստացված ներդրումային ծրագրերը։ Դրանք ջերմոցային տնտեսության, կաշվեիրերի, հագուստի, կարի արտադրամասերի, բիովառելիքի ու դրանց վառարանների, հակակարկտային ցանցերի արտադրության ծրագրային փաթեթներ են։ Վարչապետը պատկան կառույցներին հանձնարարել է գործարարների հետ աշխատել ու իրատեսական ծրագրերը գործնական դաշտ տեղափոխել։ Արմինե Ուդումյան, օրակարգ։ Կրթության նախարարը դպրոցներում և մանկապարտեզներում քաղաքական գործունեությունը կամ քարոզչությունը արգելող շրջաբերական է հղել մարզպետներին և Երևանի քաղաքապետին։ Լևոն Մկրտչյանը առաջարկել է խիստ վերահսկողություն սահմանել և հանձնարարել տնօրեններին ու մանկավարժներին բացառել նախընտրական քարոզչությունը և քարոզչական նյութի տարածումը։ Նրանք կարող են քարոզչական աշխատանքներում ներգրավվել բացառապես օրենքի շրջանակում։ Դպրոց մանկապարտեզի դահլիճները թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարող են տրամադրվել միայն ժամը 18-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին։ Երբ գողերը ԴՀԿ-ի աշխատակիցներն են, հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Գյումրիում հարուցված քրեական գործը։ Ուղիղ 2 ամիս առաջ Գյումրիի բնակչուհու տանը հարկադիր կատարողը պահանջատիրոջ և 3 բանվորների հետ տան սենյակը ապօրինի տիրապետությունից ետ վերցնելու կատարողական գործողությունների ընթացքում տեղահանել է կնոջ գույքը և օգտվելով կնոջ բացակայությունից հափշտակել ներքնակների տակ պահված 9,5 միլիոն դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանում գտնվող 1,350,000 դրամ հաջողության ոսկի ազարդերը։ Քրեական գործի նախաքննությունը շարունակում է հատուկ քննչականում։ Այժմ միջազգային լրահոսից Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է անօրինական գաղթականների արտաքսման նոր ավելի խիստ կանոններ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը պարզաբանել է, որ այդ քայլով իշխանությունը հույս ունի մեծացնել արտաքսվողների թիվը։ Նաև ավելացրել է, որ արտաքսումները զանգվածային բնույթ չեն կրի։ Ի նշան բողոքի ամերիկացիները Նյու Յորքի ազատության արձանի վրա փակցրել են հսկա պաստառ բարի գալուստ փախստականներ գրությամբ։ Նախաձեռնության պատասխանատուն ասել է, ուզում ենք հիշեցնել, որ Ամերիկան ամբողջ աշխարհի ազատության փարոսն է, որը կառուցել են ներգաղթյալները։
Աշխարհում սկսել է գերիշխել ագրեսիվ քաղաքականությունը, տագնապ է հնչեցնում Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Այն իրավապաշտպաններն անվանել են հրեշացման քաղաքականություն, որի հետևորդները ամենուրեք տարածում են վախ եւ պառակտում։ Որպես դրած հայտուն օրինակներից մեկը նշվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Քաղաքական գործիչները, որոնք առավելություն են տալիս մարդու համար վիրավորական «մենք ընդդեմ նրանց» հռետրաբանությանը, ստեղծում են ավելի վտանգավոր աշխարհ։ Սա Amnesty International կազմակերպության զգուշացումն է, որ արել է իր ամենամյա զեկույցում։ Այս տարվա զեկույցի առանցքում մարդկության հրեշացման երևույթն է, որի մակարդակն անասելիորեն բարձրացել է։ Աշխարհի տարբեր մասերում քաղաքական գործիչներն ատելությունն ու վախն օգտագործում են հասարակությանը մասնատելու համար։ Այնինչ տեղի ունեցավ 2016 թվականին Brexit, ամերիկյան ընտրություններ, մերձավոր արևելյան հակամարտություն բացասաբար են ազդել մարդու իրավունքների վիճակի վրա։ Դրա վառ օրինակ է միգրացիոն ճգնաժամն ու միգրանտների նկատմամբ քաղաքականությունը։ 2016-ին շատ քաղաքական գործիչներ սկսեցին դիմել ժողովուրդների ինքնության հետ կապված կործանիչ ու պառակտում առաջացնող մեքենայությունների։ Զեկույցի հեղինակների կարծիքով այդ գործիչները գործածել են թշնամանքի լեզու, որը համեմատել են անցած երեսնականների ագրեսիվ հռետրաբանության հետ։ Այդ գործիչների թվում նրանք մատնանշել են ԱՄՆ նախագահ Թրամփին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, Թուրքիայի նախագահ Էրդողանին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին եւ այլ ղեկավարների։ Իսկ Ադրբեջանն աչքի է ընկել այն բանով, որ 2016-ին այնտեղ քաղաքացիների անձնական ազատությունների սահմանափակման քաղաքականությունը շարունակվել է։ Լուսնե Կոշեցյան, օրակարգ։ Մալազիայի ոստիկանությունը Հյուսիս կորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր Կիմ Չեն Նամի սպանության համար կասկածում է Հյուսիսային Կորեայի դեսպանատան բարձրաստիճան աշխատակիցներից մեկին։ Բացի այդ, Մալազիան պահանջում է, որ Փհենյանը իրեն հանձնի 4 անձանց, որոնք նույնպես կարող են խառնված լինել այդ աղմկահարույց դեպքին։ Ոստիկանապետը հայտարարել է, որ սպանության գործով ձերբակալված 2 կանայք իմացել են, որ Նամի դեմքին թունավոր նյութ են լցնելու, ինչը նրանք սկզբում հերքում էին։ Կիևում ուկրաինացի ազգայնականները կազմակերպել են ազգային արժանապատվության երթ, մասնակիցների խոսքով այդ միջոցառմամբ նշել են Ուկրաինայից նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռանալու 3-ամյակը, բայց եւ պահանջներ են հնչել, ինչպես նաեւ քննադատություն, որոնք վերաբերել են այսօրվա իշխանության ներքին եւ արտաքին քաղաքականությանը։ Մայդանից ցուցարարները շարժվել են դեպի Գերագույն Ռադա։ Ինչ անել, որ գյուղատնտեսական վնասատուները եւ բույսերի հիվանդությունները հեշտությամբ չտարածվեն երկրից երկիր, գյուղմթերքի արտահանման եւ ներմուծման ժամանակ Երևանում քննարկել են հայ, ուկրաինացի, մոլդովացի եւ բելարուս գյուղատնտեսները վերհանել այդ հիվանդությունների տարածման դեմ պայքարի միջոցները։ Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են ներկրվել Ուկրաինա միայն Բաքվի համաձայնության դեպքում։ Մեկ շաբաթ առաջ նման հայտարարություն էր արել Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն։ Ուկրաինայի սննդամթերքի անվտանգության տեսչության պետի տեղակալը սակայն պնդում է, որ տեղյակ չէ այդ արգելքի մասին։ Եթե արտադրանքն անցնում է ֆիտոսանիտարական վերահսկողություն, ապա անարգել կարող է ներմուծվել Ուկրաինա։ Եթե մեր հայ գործընկերները ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, մենք դրանք կստուգենք եւ կթույլատրենք ապրանքը երկրի տարածքում վաճառել։ Ուկրաինացի պաշտոնյան Երևանում Բելարուսի, Մոլդովայի եւ Հայաստանի իր գործընկերների հետ մասնակցում է գյուղատնտեսական վարակների դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին։ Փորձենք նաեւ որպիսի մյուս տեսակի հիվանդությունները, որոնք դեռ չկան այս երկրում, որպիսի չհայտնվեն։ Բայց աշխարհը գնում է, ասեմ ձեզ, գլոբալիզացիայի, ըստ էության տեղյակ եք, որ շատ դեպքերում խնդիրը տարածվում է, կարևոր է, որ մենք պատրաստ լինենք դրան ու լուծումներ գտնենք։ Ավետիք Ներսիսյանը նշում է վարակը կանխելու մեկ օրինակ, որի արդյունքը ֆերմերները կզգան մի քանի տարուց։ Խաղողի որոշ այգիներ վարակվել են ֆիլոքսերայով, որը վնասում է վազերի արմատները։ Դրա դեմն առնելու համար հայկական խաղողը կպատվաստվի վարակակայուն արմատների վրա։ Հայկ Հովհաննիսյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Ցուրտն այս գիշեր կնահանջի հանրապետության տարածքում ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 8-ից 10 աստիճանով, ամսի 24-ից 26-ը եւս 4-ից 6 աստիճանով։ Եկող գիշերն ու առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում եւ Երևանում սպասվում է թույլ ձյուն, սակայն ուրբաթ օրվանից կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Ջերմաստիճանի բարձրացումը կբերի ձյան արագ-հալոցքի, ինչն էլ հղի է ջրհեղեղի վտանգով բնապահպանների և բնակչության այս մտահոգությունը փարատել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, հիդրոմետից օրակարգին ասել են, որ հետևում են օպերատիվ իրավիճակին, հեղեղումներ չեն կանխատեսվում։ Ձյան ծածկույթը դեռ պատճառ չէ գարնանային վարարումների համար վկայում են մասնագետները։ Փետրվարի 24-ից 26-ը արևը կբարձրացնի հյուսիսարևելյան գետերի ջրի մակարդակը, բայց ափերից չի հանի։ Հիմնական այդ հոսքագոյացման շրջաններում դնածածկույթը կազմում է նորմայի 110-ից 120%, այսինքն դնածածկույթով պայմանավորված գետերում գարնանային վարարումները սպասվում են նորմայի սահմաններում դրական շեղումով։ Որպեսզի գետերը վարարեն, պետք է ջերմաստիճանը կտրուկ բարձրանա եւ միաժամանակ տաք անձրևներ տեղան, առաջիկա 10 օրվա համար նման կանխատեսում չկա։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամեն օր մոնիտորինգ է անում։ Հնարավոր վարարումների վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը կհասնի առնվազն 5 օր առաջ։ Ամեն դեպքում մարդիկ պետք է լավատեղյակ լինեն։ Գարնանային վարարումների դեպքում առաջին հերթին պարտադիր է անջատել տան հոսանքն ու գազը, բարձր տեղանքում գտնվել եւ չանցնել ջրային հոսքի միջով։ 15 սանտիմետր եւ բարձր հոսքերի միջով դա արդեն վտանգ է, չփորձեն անցնել։ Օրինակ 50 սանտիմետր արդեն մեքենաներն էլ շատ դժվարությամբ կանցնեն, այնպես որ չփորձեն նման բաներ ավելի բարձր դիրքում սպասեն արդեն փրկած ստորաբաժանումների ժամանմանը։ Փոխգնդապետ Արմեն Դաշյանը զգուշացնում է նաև, որ հեղեղների դեպքում տուն մտնելուց առաջ անհրաժեշտ է վստահ լինել, որ ջրերը չեն լվացել տան հիմքերը։ Լիանա Կարապետյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Այսքանը իրադարձություններին շարունակեք հետևել հանրայինի եթերում ցտեսություն։